Պարոն Սաքունց, ամեն դեպքում հարցս կապելով օրվա խորհրդի հետ, մենք կարող ենք ասել, որ ընդհանուր պատկերում այո վերցված է ճիշտ ուղղություն, որպեսզի այդ զոհողությունները իզուր չլինեն։ Գիտեք, զոհողությունների իզուր ընդհանրապես երբ որ մարդկային զոհերի հետ կապված նման գնահատական են տալիս իզուր էր թե իզուր չէր, ես դա կտրականապես մերժում եմ, որովհետև դուք չեք կարող այդ զոհերի, դրանք այդ զոհերը կոնկրետ մարդիկ են, կոնկրետ հարազատների, կոնկրետ ընտանիքների, սա հուզական տեսակետից, սա մարդկային տեսակետից եմ ասում։ Դե գնացեք այդ ծնողներին կամ նրանց հարազատներին ասեք, որ ձեր ընտանիքի անդամների զոհվելը իզուր չէր, քանի որ այսպեսի եւ այլն։ Դրա համար նման բնորոշումները անընդունել եմ համարում։ Հնարավոր էր արդյոք խուսափել այդ զոհերից, սա լուրջ հարց է։ Իմ համոզմամբ ցավոք սրտի հնարավոր չէր, որովհետև մենք գործ ունեինք մի այնպիսի պետության հետ, որը երբեք չի փոխել մտադրությունը, որ պետք է կոնֆլիկտը լուծի որ պետք է լուծի խաղաղ ճանապարհով, մշտապես ինքը պատրաստվել է պատերազմի միջոցով խնդիրը լուծելու, այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները համարժեք չեն գնահատել այդ սպառնալիքը եւ ժամանակին անհրաժեշտ անվտանգային, պաշտպանական, դիվանագիտական, քաղաքական, տնտեսական այն կարողությունները միջազգային համագործակցության այն կարողությունները չեն ձևավորել, որպեսզի այդ պատերազմի միջոցով խնդիրը լուծելուն ուղղված այդ պետությունը հազար անգամ մտածի արդյոք այդ մեթոդը կիրառի թե ոչ։ Երբ որ իմանա, որ կստանար համարժեք պատասխան կամ համոզված լիներ, որ այդ մեթոդը կիրառելու դեպքում ինքը շատ ավելի կորուստներ է ունենալու, այսինքն պետք է ամեն ջանքերը գործադրել, որ պատերազմի միջոցով խնդիրը լուծելու մտադրությունից մարդը հրաժարվեր կամ ռիսկային համարեր իր համար այդ մեթոդի կիրառումը։ Եվ սա է ամբողջ ուրեմն խնդրի բուն էությունը, հիմքը, որի պարագայում արդեն երբ որ խոսում ենք զոհերի իզուր լինելու կամ իզուր չլինելու մասին, իսկ պատասխանատվության մասին խոսում ենք, իսկ ինչ ենք արել, որ այդ զոհերը չլինեն, չհանգեցնեն դրան։ Գիտեք, Եվ այս առումով իրապես ամբողջ դու չես կարող հատվածային մոտենաս։ Դու չես կարող ասել, գիտես 1991-ից մինչև 94 թվականի մայիսի 12-ը առանձին դիտարկենք, 94 թվականի մայիսի 12-ից մինչև 98 առանձին դիտարկենք, 98-ից մինչև 2018 առանձին, 2018-ից մինչև 2023 առանձին։ Որտեղ նման ես այն որ թվարկեցի տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, անվտանգային, պաշտպանական, այդ ամբողջ ռեսուրսների ձևավորումը, որպեսզի պատերազմի միջոցով կոնֆլիկտի լուծման մտադրությունը չեզոքացվի եւ համարվի անհնար, դրա 1-2 տարվա կամ 10 տարվա գործողություն չի, դա քաղաքականության, փիլիսոփայության հետ է կապված, որի հետևանքով եղել են այդ զոհերը եւ այդ զոհերի լինելը, այդ զոհողությունները, դրանք ունեն պատասխանատվություններ եւ պատասխանատվություն կա։ Չի կարող իզուր չէ ձևակերպման պատասխանատվության հարցը օրակարգից անել։ Եկեք սա ամրագրենք, որպեսզի ազնիվ լինենք եւ բարոյական լինենք։ Եվ հիմա երբ որ քաղաքական ուժերը մեկը մյուսին փորձում են մեղադրել, բա դու եք մեղավոր, բա ձեր ժամանակ ա եղել եւ այլն, կներեք բոլորը կեղծ է, բոլորը անհիմն է, որովհետեւ նույնիսկ կրկնում 1, 2 կամ 5 կամ 6 տարում չի, նույնիսկ եթե 5-6 տարում է հնարավոր, բայց այստեղ խոսքը գնում է քաղաքականության մասին, որ ամբողջը դրված է եղել, ընդհանուր միջև Ղարաբաղյան
պատերազմը, երկրորդ պատերազմը, ամբողջ անվտանգային կոնցեպցիան դրված ա եղել Կրեմլի վրա։ Սա փաստ է։ Եվ այս տեսակետից այս ողբերգական իրադարձություններից հետո, բռնի էթնիկ զտումից հետո, երբ որ մենք ունեցանք այդ իրավիճակը, այս գործողությունները տեղավորվում են բոլորին այլ քաղաքական փիլիսոփայության մեջ, որ այո, պետությունը պետք է որպես ժողովրդավարական պետություն իր դիմակայությունը, իր անվտանգությունը, իր կարողությունները զարգացնի ոչ թե փակ ռեժիմով, իսկ Հայաստանը փակ ռեժիմի տիրույթում էր, չէ՞։ Այդ ֆորպոստ ասածը ոչ միայն դա է, որ ասենք թե ինչ որ մեկը հսկում է, այլ ինքը եղել է փակ ռեժիմ, որտեղ սահմանները փակ էր։ Փակ սահմանները դու զարգացում չես ունում, դրա մասին միշտ ասվել, չէ՞։ Բայց հիմա երբ որ բացում է այդ սահմանները, դա նշանակում է զարգացման հնարավորություններ են։ Այսինքն փիլիսոփայության կոնցեպտը փակ ռեժիմից բաց ռեժիմ, աշխարհի հետ ավելի հաղորդակից լինելու ռեժիմին անցնելու մասին է խոսքը, եւ այս տեսակետից պետք է նայել այդ ծրագրերը։ Եվ այդ առումով, այո, դա ընդհանրապես հնարավորություններ են, որովհետեւ չի կարող տրիպը աշխատել, եթե հայ-թուրքական սահմանը փակ է, օրինակի համար։ Չի կարող, որովհետեւ չի կարող տրիպը աշխատի, եթե միայն լինի Ադրբեջանից Հայաստանով դեպի Նախիջևան, թեկուզ եթե երաշխից էլ Նախիջևանով գնանք, ասենք թե հնարավորություն լինի Հայաստան, հա։ Դա չի այս տրիպի նախագծի նպատակը։ Ինքը շատ ավելի մեծ աշխարհաքաղաքական, այսպես ասեմ, հա, տնտեսական եւ կապերի մասին է խոսքը։ Ոչ թե երկու երկրների, դա միայն հայ-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների կամ ինֆրաստրուկտուրաների կամ ենթակառուցվածքների մասին չի խոսքը։ Եվ այդ առումով զոհերի պատասխանատվության առումով, այո, դու պետք է դասեր քաղես այն տեսակետից, որ այլևս չկրկնվի դա։ Դասեր քաղես այն տեսակետից, որ իրապես քո ինստիտուտները պետք է կոռուպցիայից զերծ մնան, քո ինստիտուտները պետք է արդյունավետ լինեն, դիմակայելու համար հնարավոր մարտահրավերներ զարգացման շնորհիվ։ Եվ ընդ որում դիվերսիֆիկացված իրապես, հա, Հնդկաստան, Միացյալ Նահանգներ, Գերմանիա, Ֆրանսիա, նույն Թուրքիա, որի հետ քանի պատերազմ ունեցել Ռուսաստանը։ Կոռուպցիայի հետ կապված, պարոն Սաքունց։ Այո։ Ներեցեք, ուզում եմ հարցերս ամեն դեպքում հնչեցնել, գիտեմ, որ ասելիքը շատ է։ Կոռուպցիայի հետ կապված եղան պարգևատրումներ։ Նախարարները պարգևատրվեցին բավականին բարձր վճարներով, փոխնախարարները, վարչության պետերը, եւ բացատրությունն այն էր, որպիսի պաշտոնյաները այդպիսով չգայթակղվեն եւ զերծ մնան կոռուպցիայից։ Այս մեկնաբանությունը, իշխանությունների այս բացատրությունը եւ այդ պարգևավճարներն ու դրանց չափը, սա ինչպես է գնահատում։ Ես արդեն քննադատել եմ։ Կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում սա արդյոք արդյունավետ միջոց է։ Պարգևավճարները, դրանք կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց երբեք չեն կարող լինել։ Այո, աշխատավարձները պետական ապարատում պետք է լինեն բարձր։ Բայց երբեք պետական ապարատում աշխատավարձները ավելի բարձր չեն կարող լինել, քան մասնավոր բիզնեսում։ Սա օրինաչափություն է։ Բայց եկեք մի հատ նայենք։ Իսկ այդ պետական ապարատում միայն նախարարներն են։ Բայց կառավարման ապարատում համայնքային ծառայողների մի ամբողջ շերտ կա, որոնք անմիջականորեն աշխատում են եւ անմիջականորեն գործ ունեն քաղաքացիների հետ եւ որոշումների նախագծերի կազման հետ, հա։ Եթե նայեք թե ինչ չափով են տեսեք, նախ համարում ենք, որ պարգևավճարները դրանք այն միջոցը չեն, որտեղ պետք է աշխատավարձ լինի։ Այսինքն ինչ նշանակում պարգևավճար։ Հիմա ես կազմադառնամ։ Պարգևավճար ինչ որ լրացուցիչ, չգիտեմ ինչ արդյունքներ ես ունեցել քո լիազորություններից բացի։ Լիազորությունների պատշաճ արդյունավետ կատարման համար դրա համար աշխատավարձ է նախատեսված։ Պարգևավճարը ո՞րն է։ Դա արտադրություն չի, որ լրացուցիչ, ասենք թե հավելյալ արդյունք հա ստեղծել ծրագրավորվածից կամ պլանավորվածից բարձր, հա,
որ պարգևավճար է տրամադրում։ Այսինքն դա Ստախանովյան սոցիալիստական այդ շարժման բանը չէ, էլի որ մի հերթափոխի ժամանակ 10 ընդհանրենք պլան ես կատարում ու դու ստանում ես ընդհանրենք պրեմիա։ Հա։ Չկար այդ ձևի բան լինի։ Դու հնարավոր չի պետական ապարատում դու լրացուցիչ ուրեմն բան կատարես, աշխատանք կատարես, դու պետք է կատարես ծրագրով նախատեսված գործով, բայց այդ ծրագրով նախատեսված արդյունքները ստանալու մեջ մասնաբաժին ունեն եւ մեծ ներդրումն են աշխատակազմը։ Իսկ աշխատակազմն եք բոլորին տվել այդ նույն ենթադրենք դուք հավելյալ արդյունք եք ստացել։ Եթե դեռ հավելյալ կամ եթե գտնեք հավելյալ արդյունք եք ստացել, ապա աշխատակազմն նույն ներդրումն է, հետեւաբար նրանք էլ պետքա նույն չափով, հա, մի 700-800%, բայց չեն ստացել։ Ավելին, անընդհատ նշվում է, որ դատական համակարգում ծանրաբեռնվածություն է, անընդհատ գիտեք, տեսնում ենք։ Այդ դատավորներին դուք գիտեք, որ չեն ստացել որևէ պարգևավճար։ Դու իչա դատական իշխանությունը պետական իշխանության մի հատվածն է, չէ՞։ Գործադիր իշխանություն, օրենսդիր իշխանություն եւ դատական իշխանություն։ Այդ ի՞նչ տարբերակված մոտեցում է։ Ես չեմ ասում բանը դատական իշխանության նկատմամբ քննադատություններ եւ այլն չունենք, բայց մենք քննադատություններ կան այլ գործադիր իշխանության առանձին օղակների հետ կապված։ Բայց եթե առանձին օղակների գործունեության հետ կապված քննադատությամբ հանդերձ պարգևավճար կա, ապա կներեք դուք հավասարության սկզբունքը պետք է գործի նաև դատական իշխանության նկատմամբ եւ դատավորներն են ստանային պարգևավճար, բան չի չեք տվել դատավորներին պարգև։ Սահմանադրական դատանի դատավորներին պարգևավճարները նույն չափով տվել եք, ոչ չեք տվել։ Բացառիկ դատական խորհրդի անդամներին նույն չափով պարգևավճար տվել եք, չեք տվել։ Վճարեք դատարանի նախագահներ կամ դատարանների նախագահներ, դատավորներ տվել, չեք տվել։ Սա այսինքն դեպքում Իմիտացիա է։ Չէ, ավելին, այստեղ ավելի շատ դրանով ցույց է տրվում իր արատավորությամբ հանդերձ, ընդհանրապես պարգևավճարային այդ մեխանիզմով այդ իր արատավորությամբ հանդերձ խտրական վերաբերմունքը դատական իշխանության նկատմամբ, որի բարելավման համար դու խնդիր ես տեսնում, բայց այդ բարելավման ենթակա կառույցին դու չես խրախուսում որպեսզի դատավորները կոռուպցիայի հետ կապված ռիսկերի մեջ չեն։ Պարոն Սարգսյան, Հասկանում եք, այսինքն եթե դու կոռուպցիայով ես հիմնավորում կամ կոռուպցիոն ռիսկերի նվազեցնելու տեսակետ, բայց դատական իշխանությունը մել այդ կոռուպցիայի ռիսկերի նվազման տեսակետից այդ նույն մոտեցումը դրսևորի։ Բայց դրա համար ի սկզբանե չի կարելի այդ պարգևավճարները կիրառել։ Աշխատավարձ բարձրացրեք, սոցիալական երաշխիքների ապարատի, բայց եւ բոլորի հավասարաչափ լինի։ Բոլորին ընդհանրենք 100%-ով եք բարձրացնում, բայց այդ աշխատողը, հարկայինի աշխատողը, չգիտեմ, արտադրության նախարարության աշխատողները ցանկացած բանը ապարատի աշխատողները ինչու պետք է 40%-ով կամ ուսուցիչները կներեք, դա բյուջետային ուսուցիչները ստացել են այդ 200-300%-ով ավել պարգևավոր, բայց կրթական համակարգը ինչ չեք բանանում, ինչ եք ատեստավորման միջոցով, հասկանում եք, այս կոնցեպտուալ մոտեցման բացակայությունը հանգեցնում է նման հատային մոտեցումների, որոնք ճիշտ չեն, որոնք ազնիվ չեն, որոնք արդյունավետ չեն։ Շատ լավ, մեկ հարց էլ պարոն Սաքուս դրանով ամփոփենք, մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել փաստաթուղթ կեղծելու եւ պարտադիր զինվորական ծառայությունից առերևույթ խուսափելու կասկածանքով։ Հիմա սա որքանով կապ ունի արդարադատության իրականացման հետ, չգիտեմ, այստեղ էլ տեսնել խտրական վերաբերմունք, ավելին հետապնդում քաղաքական, ասում են, տեսնում են իշխանությունները, իշխանականները, որ Նարեկ մեր ձևով շարժման հեղինակությունը գնալով աճում է, թափ է հավաքում եւ հա այսպիսի գործողություններ են նախաձեռնում։ Ինքնին նման մոտեցումը, տարբերակված մոտեցումը, անխուսափելիորեն հանգեցնում է այն ընկալմանը, որ այո, ըստ քաղաքական նպատակահարմարությամբ են հարցին մոտենում։ Ասեմ ինչու։ Բավարար Նարեկ Կարապետյանը, որ չի ծառայել։ Մենք բազմիցս, Էլիզա, միշտ ենք հարց բարձրացել։ Պաշտոնատար անձանց կամ իշխանության հետ կապակցված անձանց նախկինում նրանց երեխաները որտեղ են ծառայում կամ ծառայել են ընդհանրապես։ Այս հարցը պետք է քննության առարկա լինի, չէ՞։
Երբ որ մենք խոսում էինք օրինակի համար լյուստրացիայի մասին կամ վեթինգի մասին, վեթինգը հոմիային պաշտոնատար անձանց պաշտոնին համապատասխանելիության, չգիտեմ, կոռուպցիայի մեջ թաթախված չլինելու կամ այս հարցերը չեն։ Վեթինգը նաև այն որոշումների պետք է վերաբերվի այն որոշումներին, որոնք կայացվել են եւ որոնք եղել են ոչ արդարացի։ Այսինքն, եթե դու վարքագիծ կամ քաղաքական որոշում կայացնես, որ զինվորական ծառայության չանցնելու վերաբերյալ կամ զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ բոլոր որոշումները վեթինգի ես ենթարկում, ասենք հեղափոխությունից հետո։ Ինչու՞, որովհետեւ բոլորին հայտնի էր, որ պաշտոնատար անձանց երեխաները չեն ծառայում կամ ծառայում են այնպիսի տեղերում, որտեղ հիշում եք, առաջնագծում մահացության դեպքերի հետ կապված ոչ մի պաշտոնատար անձի երեխա չկար մարտական հերթապահության դիրքերում։ Բայց ո՞նց է եղավ։ Ես չեմ ասում, որ պետքա բոլորը մահանան, չէ, խնդիրը դա չի։ Բայց խնդիրը վիճակագրությունը ցավոք սրտի նման Այսինքն էլի արձանագրում ենք, որ ունենք այո, հենց ամբողջ խնդիրը ես չեմ ասում, որտեղ քննությունը կպարզի, բայց երբ որ տարբերակված մոտեցում է ցուցաբերում, ինքը արդեն իր մոտեցմամբ ձևակերպվում է որպես ըստ քաղաքական նպատակահարմարության, որտեղ բոլորին հիմա կան մարդիկ, որոնք շատ լավ գիտեն նախկին պաշտոնատար անձած երեխաները կամ նրանց թոռները կամ նրանց եղբայրները եւ այլն, որոնք շատ լավ գիտեն, ինքը ասում է, իմ ընտանիքի էս բոլորը ոչ մեկը չի ծառայել։ Հասկանալի է, չէ՞։ Հիմա հոմենակ իրաց ընտանիքի երեխեքն բանը տղաները չեն, որ չեն ծառայել։ Բա մնացածների պաշտոնատար անձած տղաները ծառայել են։ Ինչի՞ չեք այնտեղ էլ ստուգում։ Հիմա այն մնացած տղաները կասեն, լսեք, քանի որ իմ կենսագրության մեջ ձեւի մի հատ խնդիր կա, եթե մի փոքր ակտիվություն ցուցաբերեմ, կարող է այդտեղ էլ քչփորեն, չէ՞, ասենք թե բանը։ Նշանակում է սեփական վարկանիշի հետ խնդիրները գիտակցում են իշխանությունները։ Չէ, ես գիտեք, մի քիչ եկեք շատ է, ասում եմ, շատ են ուռճացնում բանը, վտանգը քան թե իրականում կա, վերջին հաշվով։ Նարեկ Կարապետյանը կամ թեկուզ Սամվել Կարապետյանը չի հիմնական խնդիրը։ Հիմնական խնդիրը Կրեմլի ռեժիմն է։ Կրեմլն է։ Հիմա այսօր Նարեկ Կարապետյան կգտնեն, վաղը չեմ եսը ում կգտնեն եւ այլն, դա չկարևոր։ Դու հիմնական խնդիր ունես այդ Կրեմլի ռեժիմի հետ, որով երբեք չի ուզում հաշտվի, որ Հայաստանը իր ազդեցության գոտուց դուրս է գալիս։ Հիմա եթե դու նման փոքր հատվածային քայլերով ես փորձում այդ ինստիտուցիոնալ սպառնալիքի հարցը լուծես, ես դա համարում եմ ռիսկային, ես համարում եմ ոչ արդյունավետ։ Դու ընդհանրապես բոլոր այդ զինվորական ծառայությունից կոնկրետ եմ ասում, ազատման վերաբերյալ որոշումներ մի հատ իմի բեր, ու սկսի քննելը։ Ու վերջ։ Արդարության սկզբունքը ենթադրում է այդ նման մոտեցում, համակարգային մոտեցում, ոչ թե հատվածային մոտեցում։